Բացատրեմ ոնց է ընդհանրապես աշխատում ցանցային բիզնեսը։ Տեսեք, սա դուք եք։ Դուք ընտրում եք մի ֆիրմա եք ընտրում, որը արտադրում է մեծ տեսականի ապրանք, եւ սկսում եք օգտվել այս ֆիրմայից։ Հետո սկսում եք այլ մարդկանց պատմել ֆիրմայի մասին, պրոդուկտի մասին։ Նրանք եւս սկսում են օգտվել ֆիրմայից, ոչ թե ձեզանից, այլ ֆիրմայից։ Եվ այս մարդիկ, եթե բացի օգտվելը ցանկանում են նաեւ բիզնես, իրենք էլ են հրավիրում, սովորեցնում ես իրենց անել նույնը, եւ նրանց հրավիրած մարդիկ եւս օգտվում են տվյալ ֆիրմայից։ Եվ այսպես շարունակ, յուրաքանչյուր ով հետաքրքրված է բիզնեսով, ինքը կառուցում է ցանց։ Դրա համար կոչվում է ցանցային բիզնես։ Եվ այսպես կառուցվում է ցանց, եւ այստեղ բոլորի գնումներից ստեղծվում է ապրանքային շրջանառություն։ Ինչն է առավելությունը, որ այստեղ ֆիրման քեզ արդեն պատրաստի տալիս է համակարգ, դու այլևս ներդրումներ չես անում, լոգիստիկայով չես զբաղվում, ոչ մի բանի հետ գործ չունես, ամեն ինչ ֆիրման անում, ապրանք արտադրումը, ապրանք առաքումը, բոլոր մեծ հարցերը, խնդիրները, ամեն ինչ վերցնում է ֆիրման իր վրա։ Քեզ մնում ընդհանրապես օգտվել եւ խորհուրդ տալ եւ սովորեցնել։ Վերջ, ու կառուցվում է ցանց։ Եթե դա ավանդական բիզնես լինի, դու ինքդ պետք է այդ ամեն ինչով զբաղվես, ապրանքը գտնես, մատակարարների հետ հարցերը լուծես, պայմանագրեր կնքես, մի խոսքով գլխացավանքները շատ մեծ է ավանդականում։ Տարածք վարձես, անես, նա անես, ցանցայինում այդ ամեն ինչը ֆիրման անում է։ Քեզ մնում ընդհանրապես ցանց կառուցել։ Իսկ դա կարելի է սովորել։ Ընտրել ընդհանրապես լավ ֆիրմա ու լավ նաստավնիկ։